Օգոստոսի 12-ին տեղի է ունեցել ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ անհրաժեշտ հանձնառությունների և ոլորտային գործընթացների արդյունավետ իրագործման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որը ղեկավարում է ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը։ Հանդիպմանը մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Կարապետյանը, Ֆինանսների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Մկրտչյանը, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։ Քննարկման առանցքում էր Եվրոպական հանձնաժողովի կողմից վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի գնահատման, առաջին զեկուցում հասարակական կարգի և անվտանգության, արտաքին հարաբերությունների և մարդու հիմնարար իրավունքների ոլորտներին վերաբերող առաջարկությունների կատարման ընթացքը։ Արմեն Ղազարյանը նշել է, որ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի կողմից գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանի համակարգմամբ շարունակվում է գործողությունների ծրագրի պատշաճ իրականացումը և ներքին գործերի նախարարության հանձնառությունն է ապահովել հենանիշների ամբողջական կատարումը։ Ներքին գործերի նախարարության գնահատմամբ արդեն իսկ կատարվել է 3-րդ և 4-րդ ուղղություններով առաջարկություններից բխող 72 գործողություններից 41-ը, իսկ 31-ի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Ներքին գործերի նախարարի համակարգմամբ գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքների հիմնական շեշտադրումը օրենսդրական և ռազմավարական շրջանակի ձևավորման ուղղությամբ է։ Մինչև տարեվերջ նախատեսվում է ԵՄ գնահատման առաքելության 2 այց Հայաստան։ Հոկտեմբերին գնահատվելու է գործողությունների ծրագրի առաջին և երկրորդ, իսկ դեկտեմբերին 3-րդ և 4-րդ ուղղություններով արձանագրված առաջընթացը։ Խոսելով կատարված աշխատանքի մասին, ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներն անդրադարձել են հանցավորության կանխարգելման ռազմավարությանն ու դրանից բխող գործողությունների ծրագրի մշակմանը։ Նշվել է, որ փաստաթղթերի նախագծերը մշակված են և աշխատանքներ են իրականացվում դրանց հետագա լրամշակման ու ռազմավարության ընդունման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների պլանի նախագծի 3-րդ և 4-րդ ուղղություններով սահմանված գործողությունները։ Մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները, հստակեցնելով հետագա աշխատանքների առաջնահերթություններն ու միջգերատեսչական համագործակցության շրջանակում իրականացվելիք քայլերը։